Աշխատանքները Ծարավ չեն մնում կառավարությունում, փառք Աստծո, իրենց ջուրը կա։ Ախ իմ հայրենիքիս ջուրը Մեր հայրենիքի մի մասում, Փաշինյանի հռչակած իրական Հայաստանում, միջինում 6.4 միլիարդ խորանարդ մետր ջուր է, այսպես ասած, արտադրվում։ Տեղումների, հալոցքների ու ստորջրյա վերականգնումների արդյունքում։ Մեծ մասը հոսում է Հայաստանից դուրս, հիմնականում Թուրքիա, որտեղ հենց սահմանին ջրամբարներ են կառուցում, ջուրն ամբարում։ Իսկ Հայաստանում Կարծում եմ, որ կառավարության հպարտանալու տեղերից մեկն է։ Ապշում է ընդդիմադիր падգամավորը, Փաշինյանի իշխանությունը վերջին 5 տարիներին 17 ջրամբար է խոստացել, բայց միայն մեկն է շահագործման հանձնել։ Վեդի ջրամբարը, որի կառուցումն էլ սկսվել է նախկին իշխանության օրերին։ Ինչով եք հպարտանում, չեմ հասկանում։ Կապիտալ ծրագրերից ամենաձախողվածը ջրամբարաշինությունն է։ Ես հպարտանում եմ նրանով, որ երկրի ղեկավարը մեծ ուշադրություն է դարձնում ջրամբարաշինությանը։ հարգել գործընկերներ ուզում Խոստացված 17-ից միայն մեկի շահագործումն է երկրի ղեկավարի մեծ ուշադրության ապացույցը։ Օրինակ Կապսի ջրամբարի կառուցման տապալումը ուղղակի դիվերսիա է երկրի նկատմամբ։ Հայաստանի իշխանությունը 2023 թվականից Կապսի ջրամբար է կառուցում, բայց չի կառուցում։ Չի կատարվել։ Չինական ընկերության հետ պայմանագիրը լուծարեցին։ Նոր գործընկեր են փնտրում, որ հնարավոր լինի Շիրակի մարզում 17,000 հեկտար հող լիարժեք ոռոգել։ Եվս 2300 հեկտարը մեխանիկականից անցկացնել ինքնահոսի։ Կապսի ջրամբարի կառուցումը ենթադրում է Ջրաձոր գյուղի 74 ընտանիքների տեղափոխում։ 21-րդ դարի գյուղի կառուցում։ Ոչ մի կերպ չի գալիս այդ 21-րդ դարը Կապսի։ Կա պայմանավորվածություն եւ կա որոշում 25 միլիոն խորանարդ մետր ծավալով գործող նախագիծը վերանայել, նոր նախագիծ պատվիրել, որը կլինի 60 միլիոն խորանարդ մետր ծավալով։ Կան նաև գաղափարներ, լիքը ջրամբարներ կառուցելու գաղափարներ։ Հիմա ես ձեզ ասում եմ 18 ջրամբարի ծրագիր ունենք այս պահին, տարբեր փուլերում, մեկի հետ կապված ավելի առաջ են գնացել ֆինանսավորողի հետ, մյուսի հետ կապված քիչ ենք առաջ գնացել, մեկը դեռ գաղափարի փուլում է, իրական գաղափարի փուլում ավելի շատ են։ Արդյունքում ջրի սեփական ռեսուրս ունեցող Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերի մոտ 90%-ը համարվում է անջրդի, քանի որ միայն 10%-ն ունի համակարգված ոռոգում։ Տարեկան միջինում 6.4 միլիարդ խորանարդ մետր ջուր վերականգնվում է, բայց ամբարվում է 1 միլիարդ 56 միլիոն խորանարդ մետրը։ Մեծ 21, մեծ փոքրիկ 87 ջրամբարներում։ Մենք պիտի ձգտենք ունենալ մի երկիր, որ դուք ինքնաթիռով այդ երկրի վրայով թռնեք, ներքև նայեք ու չմշակված հող չտեսնեք։ Մենք պիտի ձգտենք նման երկիր ունենալ։ Հիմա ես ձեզ ասում եմ, կառավարությունը հանձնառու է, կառավարության ղեկավարը այդ խնդիրը դրել է։ Խնդիր, որ գուցե կես դար պահանջի իրականացման համար։ Կհասնենք 20 տարում լավ, կհասնենք 50 տարում էլի լավ, բայց մենք այդ ուղղությամբ պիտի շարժվենք։ Հայտարարում է Հայաստանի ջրային կոմիտեի նախագահը, որ եղել է ՀԱԿ վարչության անդամ, ՀԱԿ-ից դուրս է եկել մի սկանդալային գրառում արել Լևոն Տեր-Պետրոսյանի մասին։ Աշխատել քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Հայ Էկոնոմ բանկում։ Եվ վերջապես եղել է Նիկոլ Փաշինյանի Հայկական ժամանակ օրաթերթի հրատարակիչը։ Արփի Սուքիասյան, Աշոտ Մնոյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։